Բարիոսելի քո եղբայրն։ Եկեք շարունակենք Հռոմեացիս 11-րդ գլխի 11-ից 22 համարները։ Ընդհանուր առմամբ առաքյալը խոսելով փրկության մասին գիզակենտրոնում դրեց Աստծո ընտրություն հասկացողությունը եւ ընտրության օղակներում խոսեց Իսրայելի մասին, որտեղ Իսրայելը զուգահեռ նույնպես աշխարհի ստեղծվելուց առաջ ընտրություն ուներ։ Եվ անդրադառնալով Իսրայելի ընտրությանը առաքյալը ցույց տվեց, որ այդ փրկության հետ կապված ընտրությունը դա շնորհքի ընտրությունն է, շնորհքի ընտրության պես մնացորդի, եւ ըստ դրա անդրադարձավ Իսրայելի մնացած, այսինքն ամբողջ Իսրայելին իր ֆունկցիոնալ դերին Աստծո փրկության ծրագրի մեջ։ Հիմա մեր այս հատվածում ինքը ներկայացնում է, որ Իսրայելը ոչ միայն մասամբ ընկավ, այլ նաև ոչ հավիտենապես ընկավ, այսինքն կա շրջան Իսրայելի համար, դրա համար 11 համարում եկեք ընթերցենք հատվածը 11-ից, այսօր կանադառնանք 21-ից 22 համարներին վերջի ուսուցմանը Իսրայելի անկումով առաքյալը մեզ սովորեցնում է Աստծո վախի մասին։ Սա շատ կարևոր հատված է։ Մինչ կարդամ, կուզեմ մի փոքր ծանոթացնեմ ինչի մասին պետք է խոսենք։ Տեսեք, ընդհանուր առմամբ Իսրայելի մասին, Իսրայելի նպատակների մասին, նրա ֆունկցիոնալ դերի մասին Աստծո փրկության ծրագրի մեջ, Իսրայելի ողջունաբանությանը։ Այս մասին առաքյալ ունի մեծ ուսուցում, սակայն այս ամբողջ ուսուցումը ինքը չի տալի այս փոքր հատվածի մեջ, այլ այդ փոքր հատվածի մեջ օգտագործում է միայն ըստ կոնտեքստի այն ընկալումները, որոնք կնպաստեն, որ մենք նրա զարգացած միտքը հասկանանք։ Դրա համար ես կփորձեմ նաև վերջի հատվածում մի քիչ ավելի անդրադառնալ Իսրայելի ողջունաբանության, որպեսզի մենք հասկանանք առաքյալն ինչի է ասում, որ հեթանոսներին փրկություն բացվեց, որ իսրայելացիներին նախանձի գրգռե դեպի փրկություն։ Այսինքն մենք կարևորը մի բան հասկանանք, որ առաքյալը երբեք չի ներկայացնում Աստծո հատկությունները Աստծո փրկության ծրագրից դուրս։ Դա խեղաթյուրում կլինի, որտեղ իրականում մենք Աստծուն ճանաչում ենք, ճանաչելով նրա փրկության ծրագիրը, եւ այդ ժամանակա, որ մենք տեսնում ենք շնորհքի ուրույն դերը, շնորհքը ինչ է նշանակում, ձերի փրկություն, Աստծուց պարգև, անարժաններին տրված մի բան, մի շնորհ։ Այդ ժամանակա, որ մենք հասկանում ենք Աստծո ընդհանուր հատկությունը, որը ներկայացնում է Աստծո ամբողջական փառքը։ Հիմա եկեք ընթերցենք 11 համարից եւ ես ուղղակի մի թեթև կասեմ, թե ինչի մասին խոսեցինք, շատ կարճ համարոտ։ Առաջինը, առաքյալը մեզ սովորեցրեց Իսրայելի անկումով յուրահատուկ շնորհքի մասին, որ դուր բացվեց հեթանոսներին փրկության։ Երկրորդը սովորեցրեց մեզ իրական քրիստոնեական խոնարհության մասին, նույնպես օգտագործելով Իսրայելի անկումը։ Երրորդ վերջի մեծանագությունն առաքյալը մեզ սովորեցրեց հավատքի մասին, ներկայացնելով հավատքը որպես Աստծո շնորհքից պարգև մեզ, եւ այդ հավատքը մեզ պետք է առավել բերել Աստծուց կախման մեջ, որովհետեւ մենք տեսանք, որ Իսրայելը անհավատությունով կտրվեց։ Այդպես էլ նրանք այդ հավատքը չունեցան։ Հիմա սա է, որ մենք պետք է հասկանանք, որ նույն այդ հավատքը մենք չունեինք։ Մեզ տրվեց եւ այդ տալն էր, որ մենք պետք է վախենայինք, եւ այս վախը ոչ թե նա էր, որ Աստված այդ հավատքով մեզ իր զավակարեց կվերցնի այդ հավատքը, որ վախենանք, այլ այդ վախը իրականում մեզ բերում է քրիստոնեական ճիշտ ընկալման մեջ։ Վախ նշանակում է մենք մնում ենք Աստծո վախի մեջ։ Այդ հավատքը մեր կյանքում արտադրում է Աստծո վախ, ասենք մենք գիտենալով, որ ինչ որ մենք ունենք, որով մնում ենք փրկության մեջ, դա մեզանից չի, Աստծուց է։ Սա պիտի բերեր քրիստոնյային ամբողջական կախման մեջ, անդադար աղոթքի մեջ խնդրել Աստծուց այդ շնորհքը, թե հավատքի առումով, թե հաստատվելու առումով, այսինքն սա իրականում քրիստոնեական ճիշտ կարգավիճակն է։ Այսինքն եւ շնորհքի մասին տեղեկություն ունենալը, եւ իրական խոնարհությամբ լինելը, եւ նաեւ հավատքի մասին որպես միջոց, այդ միջոցով, որ մեզ տվեց, որպեսզի պահի տնկի այդ արմատի հյութին հաղորդանես, կն իր խոստումներին հաղորդ լինենք, Աստծուց տրված այդ հավատքի համար մենք պետք է առավել խնդրեինք այդ հավատքը, եւ այդ հավատքի զորանալու համար մեր աղոթքը պիտի անդադար լիներ։ Ուրեմն սա եւ մեր վերջի ուսուցումը 21-22 համարներում մենք կանադառնանք Իսրայելի անկումը մեզ սովորեցնում է Աստծո վախի մասին։ Եկեք ընթերցենք։ Ուրեմն ասում է. միթե գլորվեցան, որ կործանվեն։ Քավ լիցի, բայց նրանց գլորվելով հեթանոսներին փրկություն եղավ, որ նախանձի գրգռե նրանց։ Բայց եթե նրանց հանցանքը, աշխարհի մեծությունը եւ նրանց նվաստությունը, հեթանոսների մեծություն, ել որքան ավելի նրանց լիությունը։ Բայց ձեզ հեթանոսներիդ ասում եմ, որովհետև ես հեթանոսների առաքյալ եմ, իմ պաշտոնը փառավոր կանեմ, որ գուցե իմ մարմինը լինողներին նախանձի գրգռեմ եւ նրանցից մի քանիսին ապրեցնեմ, քանզի եթե նրանց մերժումը աշխարհի հաշտություն է, ապա նրանց ընդունելությունը ինչ է, եթե ոչ կենդանություն մեռելներից։ Եվ եթե երեխայրին սուրբ է,
ապա զանգվածն էլ, եւ եթե արմատը սուրբ է, ապա ճյուղերն էլ։ Բայց եթե ճյուղերից ոմանք կտրվեցան, եւ դու որ վայրի ձիթենի էիր նրանցում պատվաստվեցար, եւ հաղորդ եղար արմատին եւ ձիթենու պարարտությանը, մի պարծենար այն ճյուղերի դեմ, բայց եթե պարծենաս, դու չես արմատը վեր բռնում, այլ արմատը քեզ, արդ կասես, ճյուղերը կտրվեցան, որ ես պատվաստվեմ։ Լավ, նրանք անհավատությունով կտրվեցան եւ դու հավատքով հաստատվեցար։ Մի ամբարտավանանար, այլ վախեցիր, որտեվ եթե Աստված բնական ճյուղերին չխնայեց, միգուցե քեզ էլ չխնայե։ Արդ տես Աստծո քաղցրությունը եւ սաստկությունը, կործանվածների վրա սաստկությունը եւ քեզ վրա քաղցրությունը։ Եթե այն քաղցրությունում կենաս, ապա թե ոչ դու էլ կկտրվես։ Այսօր կանադառնանք այս 21-ից 22 համարներին, որտեղ այս Իսրայելի անկումը սովորեցնում է մեզ Աստծո վախի մասին։ Սիրելիներս, եկեք ավելի խորը տեսնենք սա։ Երբ Իսրայելը մերժեց Քրիստոսին կամ անհնազանդ եղավ Աստծուն, Աստված թողեց նրանց եւ չխնայեց։ Մենք սա ենք կարդում։ Եվ կտրեց Աստված նրանց արմատից, եւ նրանք չկարողացան արմատի հյութին հաղորդ լինել, այսինքն Աստծո խոստումներին, որ հենց իսկ իրենց էր տրված։ Սա կարևոր է։ Սակայն այդ կտրումով պատվաստվեց մի վայրի ձիթենու ճյուղեր, որոնք հաղորդ եղան այդ խոստումներին։ Հիմա եւ մեր նախորդ ձայնագրությունը մենք տեսանք, որ միջոցը, որպիսի հաղորդ լինենք, դա հավատն էր, որ մենք Աստծուց ստացանք, որպես նվեր, որպես շնորհք։ Հիմա այս առումով ընդհանուր այս ուսուցման մասին Իսրայելի կտրվելու եւ նրանց փոխարեն ինչ որ այլ ժողովրդի պատվաստվելու մասին 5 կտակարանը նույնպես որոշակի առումով խոսում է։ Որոշակի առումով ինչ որ մի սերունդի մասին է խոսում եւ նոր կտակարանը նույնպես ունի հատվածներ եւ Քրիստոսը իր շրջանում ուսուցանում էր այս մասին։ Կուզեմ մի քիչ անդրադառնալ սրան։ Կանադառնանք որոշակի Դանիելի գրքին։ Դանիել գրքում նույնպես տեսնում եք Իսրայելի վախճանաբանության մասին, Իսրայելի վերջի շրջանի մասին ուսուցում։ Եվ որpիսի մեզ համար ավելի հասկանալի լինի եւ մենք տեսնենք, թե ինչպես է առաքյալը Իսրայելի անկումով մեզ տալիս Աստծո վախը կամ բերում մեզ Աստծո վախը։ Աստծո վախ ասելով մենք պետք է հասկանանք, որ դա այն վախն է, որի մեջ քրիստոնյա պիտի անդադար մնա։ Դա այն սուրբ վախն է։ Աստծո վախը դա մեր եւ Աստծո միջև ամբողջական կախումն է, որ հավատացյալը հասկանա, որ ինքը ամբողջությամբ կախված է Աստծուց։ Սա այդ օրհնյալ վախն է, սերներս։ Հիմա սա այն վախը չի, որ վագրից վախենում է ինչ-որ մեկ, որ վագր իրակ ուտի։ Սրա մասին չի խոսքը։ Այլ սա այն վախն է, որ մենք վախենում ենք, որ հանկարծ չլինի, որ մենք Աստծուն հալհաճելի լինենք։ Սա այս կարևոր վախն է։ Ուրեմն, տեսեք, եկեք անդրադառնանք Մատթեոս 21-րդ գլխին, որտեղ 21-ից մինչև 24-րդ գլուխ հենց Իսրայելի վախճանաբանության մասին է։ Եվ Հիսուս Քրիստոսը մի կարևոր առակ է պատմում, որտեղ ակնարկում է Իսրայելի ներկայվիճակը, ինչպես է Իսրայելը մերժում Աստծուն եւ ինչ հետևանք կունենա։ Եկեք անդրադառնանք Մատթեոս 21:33-ից։ Խնդրում եմ ուշադիր լսեք։ Նույնպես կոնտեքստը չհավատալն է։ Այսինքն կոնկրետ էթնիկ Իսրայելը, Աբրահամի ֆիզիկական սերունդը, որը որ կանչված էր այդ խոստումներին հաղորդ լինելու, որը որ կանչված էր դառնալու հոգևոր Իսրայել, այդպես էլ չդարձավ եւ մերժվեց։ Հիմա 32 համարում կարդում ենք, որովհետեւ Հովհաննեսը եկավ ձեզ մոտ արդարության ճանապարհով եւ չհավատացիք նրան, բայց մաքսավորները եւ պոռնիկները հավատացին նրան, եւ դուք տեսնելով չզղջացիք հետո, որ հավատաք նրան։ Այսինքն ցույց է տալիս ինչ որ մի կատեգորիա, որ հավատաց Հովհաննես Մկրտչին, դա տեսնում ենք, որ կրոնավոր առաջնորդների կողմից մեղավորներ ընկալվածներն էին, եւ ցույց է տալի, որ նաեւ նրանք երբ որ հավատացին, դուք նրանց հավատքով զղջում չապրեցիք, որ դուք էլ հավատայիք, մնացիք նույն անհավատության մեջ։ Եվ անմիջապես 33 համարից պատմում մի առակ։ Մի ուրիշ առակ լսեցեք։ Մի տանուտ էր մարդ կար, եւ իմիջիալոց հետաքրքիր է, որ Քրիստոսը այս առակը պատմելով ինքը ուզում է հարցումը լսի, ինչպես ընկալեց ժողովուրդը եւ լսում է ճիշտ պատասխան։ Հիմա տեսեք։ Մի ուրիշ առակ է լսեցեք։ Մի տանուտ էր մարդ կար, որ այգի տնկեց եւ նրան ցանցով պատեց։ Եվ նրա մեջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց եւ տվավ նրան մշակներին եւ գնաց հեռու աշխարհ։ Եվ երբ որ պտղի ժամանակը մոտեցավ, ուղարկեց իր ծառաները մշակների մոտ նրա պտուղները առնելու։ Եվ մշակները նրա ծառաներին բռնեցին,
Մեկին տանջեցին, մեկին սպանեցին, մեկին քարկոծեցին, դարձյալ ուղարկեց ուրիշ ծառաներ, առաջիններից շատ, եւ նրանց էլ այնպես արին։ Վերջապես իր որդուն նրանց մոտ ուղարկեց, ասելով. իմ որդուց կամանչեն։ Բայց մշակները որդուն տեսնելով իրենց ասեցին. սա է ժառանգը, եկեք սրան սպանենք եւ նրա ժառանգությանը տիրենք։ Եվ բռնեցին նրան, այգուցը դուրս հանեցին եւ սպանեցին։ Իհարկե դուք հասկանում եք, խոսքը վերաբերվում է Իսրայելին եւ նրա խոստացված Մեսիային։ Հենց ինքը Քրիստոսը պատմում այս առակը Իսրայելին։ Տեսեք, սպանեցին։ Արդ երբ որ այն այգու տերը գա, ինչ կանե այն մշակներին, եւ ակնկալում է պատասխան։ Ահա պատասխանը։ Նրան ասեցին. չարերին չարաչար կկործանե։ Եվ այգին կտա ուրիշ մշակների, որ պտուղներ կտան նրան իրենց ժամանակներումը։ Հիսուսը նրանց ասեց. դուք երբեք չեք կարդացել գրքումը այն քարը, որ շինողներն անարգեցին, նա եղավ անկյունի գլուխ, սա Տիրոջից եղավ, մեր աչքերի առաջին զարմանալի է։ Սրա համար ասում եմ ձեզ, որ Աստծո արքայությունը ձեզանից, տեսեք կոնկրետ այդ հարցի պատասխանողներին ասում, Աստծո արքայությունը ձեզանից վեր կառնվի եւ մի ազգի կտրվի, որ նրան պտուղներ կբերեն։ Իրենց հենց իսկ պատասխանի մեջ ցույց տվեց երկու տարբեր ազգ։ Իսրայելից կմերժվի Իսրայելը իր անհավատության պատճառով, որովհետև ծեծեցին եւ մարգարեներին, սպանեցին մարգարեներին, խաչեցին եւ իր որդուն կոնկրետ խաչեցին, կվերցվի, այսինքն մերժեցին Աստծուն ամբողջապես, կվերցվի իրանցից խոսքը կամ կվերցվի իրանցից արքայությունը եւ կտրվի այլ ազգի, որը պտուղ կբերի։ Այստեղ խոսքը վերաբերվում է այգին այդ ձիթենիներն են, այդ ձիթենի այգինը, որը Իսրայելի խորհուրդն է, որը այն արմատն է, որին պիտի հաղորդ լինի այդ ճյուղերը։ Հիմա նույն սկզբունքով եւ ինչ ենք մենք տեսնում այս պարագայում 43 համարում Հիսուսը նրանց ասեց. դուք երբեք չեք կարդացել գրքում գրված է 43-ում, այսինքն ցույց է տալիս այնքան տերգեն, տեսեք մեր կոնտեքստն է, ընդհանուր մեր կոնտեքստում մենք կարդացինք, որ Իսրայելը գլորվեց այդ գայթակղության քարի վրա, որտեղ ուրիշ միջոց ընտրեց փրկվելու, Աստծո առաջ արդարություն ուզեցավ ձեռք բերի օրենքի գործերը կատարելով եւ գլորվեց այն միջոցին, որ նշանակել էր Աստված որպես փրկություն։ Դա Հիսուս Քրիստոսն է եւ միջոցը հավատքը։ Հիմա չհավատացին Քրիստոսին, հավատացին իրենց փրկության միջոցին, իրենց գործերին եւ գլորվեցին գայթակղության վեմին։ Հիսուսը պատմում է 42-ում այն քարը, որ շինողները անարգեցին։ Մի քար, մի միջոց, որը իրականում նրանք, որոնք պիտի շինեին արքայությունը, անարգեցին։ Եվ այդ քարը ում վրա որ ընկնի կճզմի եւ ով որ նրան կպնի կգլորվի։ Որտեւ այդ քարը եղավ անկյունի գլուխ, այդ շինության անկյունի գլուխ, այդ քարը դարձավ թարազուն կամ դարձավ ուղղությունը, որ այդ տունը պիտի շինվի։ Այդ գլխավոր քարը այդ տան շինության մեջ, դա Հիսուս Քրիստոսն է։ Հիմա փրկությունը, այսինքն Աստծո արքայության։ Եվ այս առումով 43-ում ասած սրա համար ասում եմ ձեզ, որ Աստծո արքայությունը ձեզանից վեր կառնվի եւ մի ազգի կտրվի, որ նրա պտուղ կբերի։ Նոր կտականում սա այս մեր հատվածի ճշմարտությունն է։ Բնական ճյուղերը կտրվեցին եւ նրանց տեղը Աստծո խոստումների արմատին պատվաստվեց վայրի ձիթենի ճյուղեր, այսինքն եկեղեցին, ով հիմա պտուղ է բերում Աստծուն։ Սա կարևոր է մենք հասկանանք եւ նաեւ այս մասին խոսում է Գործ առաքելոց, այսինքն տեսեք Քրիստոսը խոսում է այս մասին, որ ձեզանից կառնվի եւ ինչ որ մի ազգի կտրվի։ Եվ նաեւ Գործ առաքելոցում եկեք անդրադառնանք, կարևոր սկզբունք եմ ուզում տեսնենք։ Եվ մենք շատ ենք խոսել, որ Պողոսը եւ Բարնաբասը ընդհանրապես առաքյալները, որոնց հետ մենք քաղաք որ մտնում էին, առաջինը գնում էին եւ քարոզում էին Աստծո արքայությունը հրեաներին, ցույց տալով, որ այն Հիսուսը, որին խաչեցիք, նա հենց Քրիստոսն է հանդիսանում, ընդունեք նրան որպես Տեր եւ Փրկիչ։ Եվ 46 համարը Գործ առաքելոց 12 Պողոսը եւ Բարնաբասն էլ համարձակությամբ ասում էին. առաջ պետք էր, որ Աստծո բանը կամ Աստծո խոսքը ձեզ խոսվեր, բայց որովհետև դուք մերժում եք նրան, ուշադրեք, եւ արժան չեք համարում ձեզ հավիտենական կյանքին, ահա դեպի հեթանոստերն ենք դառնում, որտեվ Տերը այսպես պատվիրեց մեզ, թե քեզ հեթանոստերի լույս դրի, որ դու փրկություն լինես մինչև երկրի ծայրերը։ Ինչ է ասում Պողոսը եւ Բարնաբասը ասեցին.
Առաջ պետք էր, որ Աստծո խոսքը ձեզ խոսեինք։ Աստված դուռը բացեց ձեզ որպես բնական ճյուղեր, բայց քանի որ դուք մերժում եք այդ արմատի պարարտության հաղորդ լինելը, Աստված ձեզ պոկում է, մենք գնում ենք այդ արքայության լուրը տանք մի այնպիսի ազգի, ով պտուղա բերելու։ Եվ սա Աստծո շնորհքով ընտրված մնացորդի այդ սկզբունքն է հեթանոսների մեջ։ Սա չի նշանակում, որ բոլոր հեթանոսները ընդունում էին, բայց այն ընտրությունը, որ Աստված ուներ աշխարհը ստեղծվելուց առաջ, այն հեթանոսները, որոնք մեղավոր բնությունով ծնված են, նրանք ընդունում էին Քրիստոսին։ Այսինքն առաքյալը ինքս շեշտում է, որ հիմա, քանի որ դուք մերժում եք, ձեզ արժան չեք համարում այդ արքայությանը, ահա դեպի հեթանոսներն եք դառնում եւ գնում են եւ քարոզում են հեթանոսները, որտեղ տեսնում եք եւ շատերը ապաշխարում են։ Հիմա սա եւ հետաքրքիր է, որ ճյուղերը բնական կտրվում են եւ խոսքը Քրիստոսի մասին ուղղվում է հեթանոսներին եւ սա Աստծո փրկության ծրագրի բաժին է, որովհետեւ մենք սա հասկանանք։ Եվ հավատքով նրանք պատվաստվում էին արմատին, որ հավատքով մենք նախորդ զայնագրության մեջ շեշտեցինք, այն հավատքով, որ Աստված նրանց շնորհում էր։ Այնպես չէր, որ նրանք տարբեր էին, այսինքն Իսրայելը վատն էր, հավատք չուներ, իսկ հավատք ունեին լավն էր։ Այդպես չէր։ Ուղղակի սա Աստծո փրկության ծրագիրն է եւ հետաքրքիր է, որ Դանիելի գրքում 9-րդ գլխում, երբ որ խոսվում է Իսրայելի վախճանաբանության մասին, հետաքրքիր է, որ Դանիելը աղոթքի մեջ է լինում անդադար եւ խնդրում է, թե Իսրայելի վերջը որտեվ գերության մեջ են եւ խնդրում է եւ ինքը կարդում է Երեմիա մարգարեությունում, որ 70 տարի պիտի գերության մեջ մնա եւ ինքը տեսնում է, որ արդեն վերջի ժամանակներն է եւ աղոթում է եւ ներողություն է խնդրում ամբողջ Իսրայելի համար, ասում է մենք մերժեցինք քեզ եւ այդ ժամանակ ա որ Գաբրիելը գալիս եւ տալիս է հայտնություն Իսրայելի վախճանաբանության մասին եւ այդտեղ 77-նյակ ա ներկայացնում քո ժողովրդի, այսինքն Իսրայելի մասին։ Եկեք անդրադառնանք այս հատվածին եւ ես ցույց կտամ, որ սա նույն սկզբունքն է, որ առաքյալն օգտագործում է։ Այսինքն առաքյալների ուսուցման մեջ Իսրայելի վախճանաբանության մասին էսխատոլոգիա, այսինքն ինչ պիտի լինի Իսրայելի վերջը, փրկության դուռ բացվելու է, չի բացվելու, այդ մասին նրանք ունեն վարդապետություն։ Ուղղակի հատվածների մեջ խոսում են ավելի կոնկրետ հատվածի համատեքստի զարգացած մտքին համահունչ։ Այստեղ նախանձի գրգռել ավելի խորն է ցույց տալի առաքյալը, որ տեսեք, սա Աստծո կերպն է, որ կուզի բոլորին նախանձի գրգռի, որ որևէ մեկը չմնա անհավատության մեջ, բոլորին արգել եւ հետագա մեր վերջի հատվածներում մենք սա նայելու ենք, որ բոլորին փրկի։ Հիմա եկեք անդրադառնանք Դանիելի 9-րդ գլխին։ Տեսեք, որ բոլորին փրկի միջալոց, ես նկատություն եմ բոլոր մարդկությանը սերես, բոլորը դա նրա նախասահմանված շնորհքի դրությամբ մնացորդն է, բոլոր նրանք, որոնց Աստված աշխարհը ստեղծվելուց առաջ նախասահմանեց իր որդու պատկերի նմանակից լինի, որոնց որ նախասահմանեց, նրանց էլ կանչեց, եւ որոնց որ կանչեց, նրանց էլ արդարացրեց, եւ ով որ արդարացրեց, նրանց էլ փառավոր արավ։ Եկեք անդրադառնանք Դանիելի գրքին։ Ես կանդրադառնամ Դանիելի 19 համարից, բայց մինչև 19 տեսեք աղոթքի մեջ է եւ շրջանն է նույնիսկ շեշտում։ Ասուերոսի որդի Դարեհի առաջի տարին արդեն Բաբելոնից հետո մենք տեսնում ենք հունականից հետո արդեն պարսիկների, Բաբելոնից հետո պարսիկների եւ մարերու, հետո հունական թագավորությունը, բայց հիմա տեսնում ենք Ասուերոսի որդի Դարեհի առաջի տարին, ուշադրի նայեք, որ մանած սերունդից էր եւ թագավոր դրվեցավ քաղդեացիների թագավորության վրա, նրա թագավորության առաջին տարին ես Դանիելս իմացա գրքերում այն տարիների թիվը, որոնց համար Տիրոջ խոսքը եղել էր Երեմիա մարգարեին, թե պիտի վերջացներ Երուսաղեմի ավերմունքը 70 տարիով։ Այսինքն երբ որ ես տեսա, որ արդեն ժամանակը հասել, որտեղ ինքը տեսնում է, որ 70 տարի ժողովուրդը արդեն գերության մեջ է։ Սկսած Բաբելոնից, պարսիկների մաներու, հետո մենք տեսնում ենք նաև կայս աշխարհակալ 4 աշխարհակալների երրորդը հունական թագավորությունը եւ վերջում արդեն հռոմեական կայսրությունը, որը մինչեւ այսօր շարունակվում է։ Այդ պարլամենտ, այդ սենատ, այդ բոլորը այդ քաղաքական սկզբունքների տարերից են։ Հիմա ամեն դեպքում այն նույն հռոմեական կայսրությունը ավելի տարածված, որտեղ այդ վերջի արձանի ոտքերը, որ դուք տեսնում եք, այդտեղ կավը եւ երկաթը իրար հետ են, որը մեկը մեկից նույնիսկ չեն կարողանում իրարից ձուլվել, Եվրոպան է։ Ես չեմ ուզում, որ մենք սա հիստորիցիզմի նման անդրադառնանք, բայց ամեն դեպքում այդ շրջանն է, որտեղ մենք տեսնում ենք, որ այդ շրջանում է զարգանում ընդհանուր առմամբ այս ընդհանուր այս երևույթները զարգանում են դեպի արևմուտքի շրջան։ Հիմա անդրադառնալով սրանց,
Դանիելի 9:19-ում արդեն, բայց մինչև այդ տեսնում եք, եւ ես աղոթեցի իմ Տեր Աստծուն եւ խոստովանեցա ու ասեցի. «Ող Տեր մեծ Աստված 4-րդ համարից, եւ ահավոր որ ուխտ եւ ողորմություն ես պահում քեզ սիրողներին եւ պատվիրանքներդ պահողներին»։ Մենք մեղանչեցինք, այսինքն հոգնակի խոսում է Իսրայելի անունից եւ ներողություն խնդրում։ Եվ արդեն 19 համարում տեսնում ենք, որ Աստված դրան պատասխանում է։ Ես ուզում եմ ուշադրել եք, թե ինչի մասին է խոսում Աստված։ Տեսեք, շատ կարևոր է սա։ 19 համարում ով Տեր լսիր, ով Տեր ներիր, ով Տեր ականջ դիր եւ կատարիր, մի ուշացնիր քեզ համար, ով իմ Աստված, որովհետեւ քո անունը կոչված է քո քաղաքի եւ քո ժողովրդի վրա։ Ուշադիր եղեք։ Աղոթքի վերջի բառերը ինչի մասին էր, որովհետև քո անունը կոչված է քո քաղաքի Երուսաղեմի եւ քո ժողովրդի վրա, Իսրայելի վրա, քո անունը Աստծո անունը կոչված է Իսրայելի վրա եւ Երուսաղեմ քաղաքի վրա։ Եվ ես տակավին խոսում էի եւ աղոթում եւ խոստովանում էի իմ մեղքը եւ իմ ժողովրդի Իսրայելի մեղքը Եվ իմ աղաչանքը մատուցանում էի իմ Տեր Աստծո առաջին, իմ Աստծո Սուրբ Սարի համար։ Սուրբ Սարը դա Իսրայելն է, Իսրայելի թագավորությունն է։ Եվ ես տակավին խոսում էի, աղոթում, որ այն Գաբրիել մարդը, որ տեսիլքում տեսել էի սկզբումը, թուլացած, նվազած ժամանակին ընկած, դպավ ինձ երեկոյան զոհի ժամանակին։ Եվ հասկացնելով խոսում էր ինձ հետ եւ ասեց, ուշադիր նայեք ինչ է ասում։ Եվ ասեց. Ով Դանիել, հիմա դուրս եկա, որ քեզ իմաստություն սովորեցնեմ։ Քո աղաչանքի սկզբումը խոսք դուրս եկավ եւ ես եկա իմացնելու, որ դու ցանկալի ես, այսինքն Աստված քեզ ցանկացավ հայտնի քո ժողովրդի եւ քո Երուսաղեմի մասին վերջի շրջանի մասին խոսքը։ Ուրեմն հասկացիր խոսքը եւ իմացիր տեսիլքը։ Ուշադիր նայեք, 77-նյակ 70 անգամ 7, 70 հատ 7 տարի, 77-նյակ է վճռված քո ժողովրդի և քո սուրբ քաղաքի վրա, ինչ տեսակ, ում համար է 77-նյակը վճռված, քո ժողովրդի, Դանիելի ժողովուրդը ով է, Իսրայելը, քո ժողովրդի և քո սուրբ քաղաքի և Երուսաղեմի վրա։ Դա համար մենք շատ հաճախ հայտնության գիրքը միշտ զուգահեռ նայում ենք 5 կտակարանի Դանիել, որտեղ չի կարելի գիրքը վերջից կարդալ եւ հասկանալ։ Դուք պետք է սկզբից 5 կտակարանը կարդաք, մարգարեություններին ծանոթանաք, որտեղ մեծ մասամբ Հազարեմյայի վերաբերվող կամ Իսրայելի մեսիական թագավորության վերաբերվող հատվածները 5 կտակարանում են։ Դա համար շատ քիչ է խոսում Հազարեմյայի մասին հայտնության գրքում, որտեղ ամբողջական խոսքը 5 կտակարանում է։ Այսինքն մենք պետք է սկզբից գանք։ Հիմա ինքն ասում է, որ քո ժողովրդի եւ քո սուրբ քաղաքի համար 77-նյակը որոշված։ Սա նախասահմանությունն է, սերներս, Աստծո կողմից։ Ուշադիր նայեք։ 77-նյակ է վճռված քո ժողովրդի եւ քո սուրբ քաղաքի վրա հանցանքը վերջացնելու եւ մեղքերը կնքելու եւ աներնությունը քավելու եւ հավիտենական արդարություն բերելու եւ տեսիլքը ու մարգարեները կնքելու եւ ամենասուրբը օծելու։ Տեսիլք եւ մարգարեի կարիք չկա Հազարամյայում, որտեղ Քրիստոսը տաճարում նստած է լինելու։ Եկեղեցին էլ փառավորյալ մարմիններով, բայց Իսրայելի որոշակի մարդիկ փառավորյալ, որտեղ նրանք որ խաչվեցին կամ սպանվեցին մեծ նեղության մեջ, բայց ոմանք էլ, որոնք չսպանվեցին, բայց վերստին ծնունդ ունեցան, դեռ բնական ապականացու մարմիններով են, բայց փրկագնված հոգիներով։ Բայց նրանցից ծնվելու են դեռ չփրկված մարդիկ։ Հիմա սա է, այսինքն մենք տեսնում ենք, այստեղ էլ կարիքը չկա ոչ մարգարեության, ոչ ամեն ինչի եւ արդարությունը դնելու համար, այսինքն օծյալը օծելու, այսինքն Քրիստոսը որպես թագավոր Հազարամյանը Երուսաղեմ, հետո նորից պիտի ապստամբեն, բայց սրա մասին չի խոսք։ Հիմա մենք խոսում ենք Իսրայելի թագավորության մասին, չենք խոսում ընդհանրապես Աստծո արքայության մասին։ Տեսեք, նոր երկիր եւ նոր երկնքի մասին չենք խոսում։ Խոսում ենք այս երկրի վրա 1000 տարի Հազարամյա Իսրայելի թագավորության։ Սա այն խորհրդանիշն է, որ Աստված ցույց է տալի Իսրայելին, այ եթե դուք հնազանդ լինեիք, այս արքայության մասին էի ես խոսում, որտեղ այդ ժամանակ անեծք ավերծվելու, սատանան պիտի կապվի։ Հիմա տեսեք, եւ ուզում եմ որ դուք տեսնեք, այս 77-նյակը եւ ինքը անպիչապես սկսում է այդ 77-նյակի մասին խոսել եւ բացատրում է, սա եմ ուզում տեսնեք։
Եվ իմացիր, որ եւ հասկացիր, որ Երուսաղեմը դարձյալ շինվելու համար, կոնկրետ այդ ժամանակ Երուսաղեմը վարված է, կործանված է, տաճարը կործանված է, եւ իմացիր եւ հասկացիր, որ Երուսաղեմը դարձյալ շինելու համար հրաման դուրս գալուց մինչեւ Մեսիա իշխանը 7 յոթնյակ եւ 62 յոթնյակ կա, որ դարձյալ պիտի շինվի հրապարակը եւ Պարիսպը այն էլ նեղ ժամանակներում։ Հիմա ուշադիր նայեք։ Ցույց է տալիս, որ կա մի 7, այսինքն կա մի 49 տարի, որից հետո պիտի Երուսաղեմը վերականգնվի, պիտի շինվի եւ կա 62 յոթնյակ, գումարած այդ յոթնյակին դառնում է 60, այսինքն 69 յոթնյակից հետո Քրիստոսը առաջի անգամ պիտի գա, պիտի ծնվի, Քրիստոսը գա, եւ Քրիստոսը 69 յոթնյակից հետո երբ որ գա, կա մի յոթնյակ նույնպես, բայց այդ 69 յոթնյակից հետո, որը Քրիստոսի առաջի գալուստն է, դուք նրան կխաչեք։ Եթե ես կարդամ, այստեղ կտեսնեք, ասում է, եւ նա չի գտնվի, այսինքն Իսրայելի համար ինքը որպես թագավոր չի գտնվի։ Կմերժեք դուք նրան։ Տեսեք, եթե ես ընթերցեմ սա։ 62 յոթնյակից հետո պիտի Մեսիան մահով դատապարտվի, բայց չէ թե իրեն համար, այլ ցույց է տալիս եւ ձեզ համար չի լինի որպես իշխան, ինքը չի լինի ձեզ համար որպես իշխան։ Եվ եկող իշխանի ժողովուրդը պիտի փչացնի քաղաքը եւ սրբարանը եւ նրա վերջը իբր թե հեղեղով կլինի, մինչեւ պատերազմի վերջը ավերմունքներ են որոշված։ Եվ նա պիտի զորացնի ուխտը շատերի համար 1 յոթնյակ եւ յոթնյակի կեսին, սա արդեն վերջի յոթնյակի մասին է։ Այսինքն մենք տեսնում ենք հետո հունական թագավորությունը, որի մասին խոսում է Դանիելը, գալուսը նորից կործանելու այս ամենը, բայց ինքն ասում է 69 յոթնյակ, 69 յոթնյակում Մեսիան պիտի գա։ Եվ Քրիստոսը ծնվեց այդ 69 յոթնյակից հետո եւ նրան մերժեցին, խաչեցին։ Հիմա 1 յոթնյակ է պետք Իսրայելին։ Այդ 1 յոթնյակ 69 յոթնյակից հետո մինչև այսօր այդ ընդհանուր միջանցքն է դեռ, որ Աստված դուռը բացել հեթանոսներին, բայց նաև կա վերջի յոթնյակը, որը պիտի տրվի Իսրայելին եւ այդ վերջի յոթնյակի կեսում է, որ պիտի պղծվի տաճարը եւ մեծ նեղություն լինի, որի մեջ պիտի շատերը սպանվեն իսրայելացիներ։ Այսինքն սա հակաքրիստոսի շրջան է, այդ վերջի յոթնյակը, որ ասում ենք նեղության 7 տարիներ, բայց իրականում մեծ նեղությունը 3.5 տարին, այսինքն վերջի 3.5 տարին, այդ մեծ 7-ի մեջտեղից սկսած։ Հիմա ինչի մասին է խոսքը, տեսեք։ Նույնպես անդրադառնում է, որ կա Իսրայելի համար հատուկ շրջան։ Եվ հիմա այս ճյուղերի պոկվելը այդ 69 յոթնյակից հետո, երբ որ Քրիստոսը եկավ եւ նրանք մերժեցին եւ խաչեցին Քրիստոսին, մահով պիտի մահանա եւ չպիտի գտնվի Իսրայելի համար որպես իշխան ինքը, Իսրայելի համար։ Եվ այս շրջանից 69 յոթնյակից հետո դուռը բացվել հեթանոսներին մինչև վերջի 7 տարին, որ կգա եւ Իսրայելի ժամանակը կլինի։ Մենք չգիտենք այդ ժամանակը։ Մենք չգիտենք Աստված ինչքան է թողել Իսրայել հեթանոսների համար դուռ, բայց մենք տեսնում ենք, որ այդ դուռը այսօր բացված է։ Հիմա սա շատ կարևոր է։ Եվ այդ մասին խոսում է գործարքելոցը Ղուկասը, սա մյուս ազգերի դուռ պատվաստելու մասին, այսինքն դուռը բացվել մյուս ազգերի։ Այդ Պենտեկոստեն, երբ որ մենք նայում ենք, այս մասին խոսել եմ շատ կարճ, ընդհանրապես 4 անգամ կրկնվում այդ Պենտեկոստեն 4 կատեգորիայի մարդկանց։ Առաջինը իսրայելացիների, երկրորդ մենք տեսնում ենք, որ սամարացիների, հետո տեսնում ենք պրոզիլոտներ, հետո տեսնում ենք միջև աշխարհի ծայրեր, արդեն տեսնում ենք բոլոր հեթանոսների համար դուռը բացված։ Բայց դեռ արժևում վերջի 7-նյակ, ոչ վերջի 7-ը 1 յոթնյակն է, 7 տարին է Իսրայելի նոր ուխտի մեջ մտնելու շրջանը։ Այսինքն կա մի շրջան, որտեղ Աստված ինչպես հիմա իր շնորհքով, ինչպես հիմա պատվաստում է հեթանոսներին եկեղեցուն, կա մի շրջան, որտեղ կպատվաստվի արդեն նոր բնական այդ ճյուղերը, որոնց կտրեց, դա Իսրայելի սերունդն է։ Մի սերունդ կա իսրայելացի, այդ նույն արմատից բնական, որ կպատվաստվի, այսինքն կմտնի նոր ուխտի մեջ։ Այսինքն նրանք, որոնք եւ այս շրջանի մասին է խոսքը, որ նրանք կկանչեն, կաղակեն նրան, որին խոսեցին։ Եվ այդ մասին խոսում է ընդհանուր Մատթեոս 21, 22, 23, 23-ում ասում է. չեք տեսնի ինձ մինչև չասեք օրհնյալ է Տիրոջ անունով եկող, եւ 24-րդ գլխում արդեն ամբողջացնում է վախճանաբանությունը, Քրիստոսի երկրորդ գալուստը արդեն։ Ուրեմն, ինչպես 69 յոթնյակից հետո մերժեցին Քրիստոսին, խաչի, յոթնյակում վերջի
կլացեն եւ կզղջան եւ կնայեն նրան, որին խաչեցին, եւ կասվի եւ կսկսի արդեն մեսիական թագավորությունը կամ հազարեմը։ Եվ այսպես մեծ շրջան Իսրայելի համար դեռ կա մի կարևոր շրջան։ Եվ այս սկզբունքով է խոսում առաքյալը։ Այսինքն այս ուսուցում ունենալով մեզ ներկայացնում է բացված դուռը հեթանոսներին, որը պիտի փակվի որոշ ժամանակով։ Հիմա նրանք, որոնք մերժեցին Քրիստոսին, նորից պիտի ընդունեն, որտեղ առաքյալը մեր հատվածում ասում է, եւ նա կարող է նրանց նորից պատվաստել։ Նա կարող է նրանց պատվաստել։ Ինչպես մեզ տվեց այդ կարողությունը, ինչպես մեզ տվեց հավատք եւ պատվաստվեց, նույնպես այդ շնորհքի դրությամբ մի սերունդ ամբողջ մնացորդ Հակոբի տունը կընդունի Քրիստոսին եւ կմտնի այդ յոթնյակի մեջ կամ ասուղտի մեջ։ Հիմա տեսեք մեր հատվածում, երբ որ մենք կարդում ենք 21-22, որտեղ եթե Աստված բնական ճյուղերին չխնայեց, միգուցե քեզ էլ չխնայե, եւ հարց առաջանում այս վտանգը չխնայելու արդյոք միայն կտրված ճյուղերին է վերաբերվում, թե վերաբերվում է նաեւ այսօրվա եկեղեցուն, ուշադիր լսեք բառը, ֆորմալ եկեղեցուն։ Տեսեք, խոսքը երբ որ գնում էր կտրված ճյուղերի մասին, խոսքը գնում էր անհավատ հրեաների մասին։ Խոսքը չէր գնում հավատացյալները կտրվեցին։ Անհավատները, այդպես էլ չհավատացողները կտրվեցին։ Հիմա նույնպես խոսքը չի գնում հավատացյալ վերստին ծնված անձի մասին, երբ որ ասում է, եթե Աստված չխնայեց այդ ճյուղերը։ Ինչպես չխնայեց անհավատ Իսրայելին, այդպես չի խնայելու անհավատ եկեղեցուն։ Այսօր եկեղեցին ֆորմալ վիճակի մեջ է։ Ես կարադառնամ եկեղեցու կարգավիճակին, այսինքն հեթանոսները ինքը այստեղ չի խոսում անհատական փրկվածի մասին, փրկություն կորցնել չկորցնել։ Ինքը խոսում է ընդհանուր, ինչպես խոսեց Իսրայելի ընդհանուր այդ սերունդի մասին մերժող, այնպես խոսում է եկեղեցու ընդհանուր մերժող եկեղեցու մասին, որոնք կոչված են եկեղեցի, բայց Քրիստոսի հետ հարաբերություն չունեն, որոնք եկեղեցու մեջ են, եղբայր են համարում իրենց, բայց իրականում Քրիստոսի զավակ չեն։ Սրա մասին է խոսքը, ինչպես հրեաները Իսրայելի սերունդ, այսինքն Աբրահամի սերունդ լինելով այդ արմատի վրա էին, բայց այնուամենայնիվ մերժեցին այդ արմատը, այնպես էլ հեթանոսները, որոնք այդ արմատի վրա բերվեցին, բայց այդպես էլ չտնկվեցին, կմերժվեն, կկտրվեն։ Սրա մասին է խոսքը։ Սա պետք է մենք հասկանանք, որ այս վտանգի մասին խոսում է նաև եկեղեցուն, որտեղ առաքյալը գրում է մի եկեղեցու, հռոմեացիս եկեղեցու, որտեղ կան եւ փրկված անձինք եւ չփրկված, բայց իրենց համարում են եկեղեցու անդամ։ Այստեղ ամբողջ խնդիրը, տեսեք, հեթանոսները, որոնք պատվաստվել են, որոնք վայրի ձիթենի են պատվաստվել են, նրանք կոչվում են եկեղեցի։ Ուշադիր եղեք նորից, չենք խոսում իրական Աստծո զավակների մասին, այլ կոչված եկեղեցի, նույնպես ինչպես կար կոչված Իսրայել, պոկվեց։ Իսրայել կոչվում էր, բայց Իսրայել չէր, այսինքն Աբրահամի սերունդից էր, բայց հոգևոր Աբրահամի զավակ չէին։ Պոկվեց, նույնպես կոչվում է եկեղեցի, բայց հոգևոր եկեղեցի չի։ Կոչվում է եկեղեցի, ինքը իրեն համարում է քրիստոնյա, բայց Քրիստոսի հետ կապ չունի, կկտրվի նա։ Այս նրա մասին է խոսքը։ Չի խնայի, եթե նույն Իսրայելի կարգավիճակում մնա։ Ինքը տեսեք զուգահեռական է բերում։ Դրա համար պետք չի մենք ասենք Իսրայելին ուրիշ էր, մերը ուրիշ է։ Դրա համար ինքը նույն զուգահեռականն է բերում։ Ինչ է ասում։ Ասում է, որովհետև եթե Աստված բնական ճյուղերին չխնայեց, իսկ որ ճյուղերին չխնայեց, հավատացյալ էին եւ փրկությունը կորցրեցին, ոչ, այդպես էլ չդառնան հավատացյալ։ Աբրահամի սերունդն էին։ Նույնպես էլ մենք, ասում եմ, նույնպես էլ ձեզ չի խնայի, եթե դուք ձեզ համարում եք հավատացյալ, բայց այդպես էլ մնում եք անհավատ եկեղեցի։ Այս նրա մասին է խոսքը։ Ուրեմն խոսքը չի վերաբերվում անհատական առումով փրկված վերստին ծնվածին, այլ կոլեկտիվ, ընդհանուր, ինչպես Իսրայելի պարագայում, նույն ընդհանուր եկեղեցու պարագային է վերաբերվում։ Այսինքն, տեսեք, 21 համարը, քեզ էլ չի խնայի, ով է այս քեզելը, եթե ուշում եք ուշադիր, քեզ էլ չի խնայի, դուք նայում եք, չէ՞, 21 համարը, որովհետև եթե Աստված բնական ճյուղերին չխնայեց, միգուցե քեզ էլ չխնայի, ով է այս քեզելը, 13 համարում, բայց ձեզ հեթանոսներիդ ասում է։ Այս քեզելը անհատական վերստին ծնվածին չի ասում առաքյալը։ Հեթանոսներիդ, բայց ձեզ 13 համարը, բայց ձեզ հեթանոսներիդ, միտքն է զարգացնում ինքը դեռ։ Հեթանոսներին, որոնք եկեղեցի են կոչված։ Այսինքն, երբ որ ինքը ասում է հեթանոսներիդ, ի նկատի ունի հռոմեացի եկեղեցին կամ մյուս եկեղեցիները,
բոլոր քրիստոնյաներով ընդհանուր կոլեկտիվ, միգուցե քեզ էլ չխնայի, ինչի, որովհետև դու արդեն նոմինալ, դու ֆորմալ կարգավիճակի մեջ ես։ Այո, միգուցե սկզբում վերստին ծնվածներն էին այդ եկեղեցու անդամները, բայց միացավ մի սերունդ, նրանց թոռները, որ պարզապես իրաց քրիստոնյա կոչում են, բայց Քրիստոսի հետ կապ չունեն, ուխտի մեջ մտած չեն։ Աստված կարա մերժի, ինչպես Իսրայելը նույն կարգավիճակի մեջ էր։ Այս մասին է խոսքը։ Խոսքը վերաբերվում է ընդհանուր կոլեկտիվին, այսինքն ընդհանուր եկեղեցուն, եւ 22 համարում մենք կարդում ենք. Արտես Աստծո քաղցրությունը եւ սաստկությունը, կործանվածների վրա սաստկությունը եւ քեզ վրա որպես հեթանոս քաղցրություն, այսինքն դուռը բացեք ես։ Եթե այն քաղցրությունը կենաս կամ մտնես կամ մնաս այդ քաղցրության մեջ, եթե ոչ, դու էլ կկտրվես, ինչպես նրանք չմնացին, այսինքն փրկված չէին, վրան արմատի վրա էին, բայց հաղորդ չեղան, չընդունեցին այդ պարարտությունը, չդարձան հոգևոր Իսրայել։ Դու էլ եկեղեցում ես, բայց ի վերջո քրիստոնյա չդարձար, կկտրվես, այս սրա մասին է խոսքը։